Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սա է պատճառը, որ մենք իրականում չենք կարող խուսափել մեր քաղաքական, պատմաքաղաքական ճակատագրից, որովհետև այնպես է ստացվել, որ մենք հեղափոխությունների կուսակցություն ենք։ Բայց այդ մեզ թվում էր, թե 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ մենք մեր հեղափոխական միսիան ավարտել ենք։ Իրականում առիթ ունեցել եմ ասելու, որ 21 թվականն էր հեղափոխություն եւ դա սնուցող մայրերի իրականացրած հեղափոխություններ, բայց մենք այսօր կանգնած ենք մի նոր պատմաքաղաքական հեղափոխության շեմին։ Եվ ո՞րն է այդ պատմաքաղաքական հեղափոխության իրական իմաստը եւ նշանակությունը, ո՞րն է պատմաքաղաքական հեղափոխությունը։ Դա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է։ Հայաստանի Հանրապետության պետական շահը ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է։ Այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, խաղաղությունն ու արժանապատվությունն ապահովելու գործիք է հիմնված ժողովրդի կամքից բխող լեգիտիմության վրա։ Պատմաքաղաքական հեղափոխությունը նահատակ ժողովրդի դերակատարման վերափոխումն է կյանքի պետականակենտրոն ժողովրդի դերակատարման եւ մենք այս ճանապարհով ոչ թե գնալուն ենք, մենք արդեն այս ճանապարհի եզրագծին ենք եւ այդ ճանապարհի եզրագծին ժողովրդի աջակցությամբ մենք պետք է արձանագրենք հայ ժողովրդի, Հայաստանի ժողովրդի պատմական ճակատագրի վերափոխումը։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ դա տեղի է ունենալու։ Պետք է արձանագրել նաև, որ իհարկե այս process-ը արժանանում է եւ արժանանալու է մեծ դիմադրության։ Եվ մեծ դիմադրության հեղինակները հայտնի են, դրանք պատերազմի կուսակցությունն են, որի մասին եւ որի ասացների համատեքստին ես բազմիցս առիթ ունեցել եմ անդրադառնալու, այսօր էլի ուզում եմ խոսել մի մասին, որը չափազանց կարևոր է ասվածի համատեքստում։ Մենք կամք ենք ունեցել ասելու եւ մեր վրա վերցնելու պատասխանատվությունը չշարունակելու Ղարաբաղի շարժումը։ Որովհետև մենք ի վերջո այս ծանր ճանապարհը անցնելով արձանագրել ենք, որ Ղարաբաղի շարժումը ինչպես Իմիջայլոց, ինչպես խոսել եմ վերջերս ազգային ժողովում, նաև մեր պատմության շատ հայտնի էջեր, սկսած Սան Ստեֆանոյի կոնֆերանսից շարունակած Բերլինի կոնֆերանսով եւ այլն, թվում է թե հայ ժողովրդի ի նպաստ կայացվող որոշումներ են։ Բայց իրականում, ինչպես մեր պատմագիտությունն է արձանագրել, դրանք ընդհանրապես աշխարհաքաղաքական թակարդներ էին, որոնք բոլորս գիտենք, թե ինչ ամփոփում եւ ինչ ավարտ են ունեցել։ Բայց ես էլի ուզում եմ ասել, որ շատ կարևոր է քաղաքական եւ սոցիալ հոգեբանական առումով չքմեղանալ եւ ուժ ունենալ պաշտպանելու մեր այս որոշումը։
որովհետև բոլոր են պնդումներին, որոնք ասում են, թե Ղարաբաղը մերն էր, բայց այլևս մերը չէ, այդ պնդումներին մենք հստակ պետք է հատկադարձենք, որ իրականությունը այլ էր, այդ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է, որովհետև Ղարաբաղի շարժումը ընդամենը լծակ էր Հայաստանի Հանրապետության կայացումը թույլ տալու համար։ Մենք բոլորս, ես հիշում եմ իմ առաջին քաղաքական ելույթը Ազատության հրապարակում, դա տեղի է ունեցել 2007 թվականին։ Այդ ելույթը եղել է ներշնչված և ըստ էության Ղարաբաղյան շարժման մասին։ Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն մեր կուսակցությունում ակտիվ քաղաքական գործիչների զգալի մասը, մեծ մասը, եթե չասեմ բոլորը, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Բայց հենց այստեղ է առաջնորդության առանձնահատկությունը։ Երբ որ դու կարողանում ես ինքնահայեցման, ինքնակննադատության, պատմական և աշխարհաքաղաքական համատեքստերը հասկանալով քո առաջնորդությանը վստահված պետությունը և ժողովրդին դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդներից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Եվ մենք Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և խոստացել ենք մեր ժողովրդին, հասցրել ենք խաղաղ հանգրվանի, խաղաղ նավահանգստի։ Եվ մենք պետք է հպարտանանք այս առաջնորդությամբ, որովհետև այսպիսի բան անելը ամեն քաղաքական ուժի և ամեն քաղաքական խմբի հասու չէ, ամեն քաղաքական ուժի համար տանելի չէ։ Մենք անցել ենք դժոխքի միջով։ Մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով։ Եվ մենք մեր ժողովրդին հասցրել ենք խաղաղ հանգրվան։ Եվ մենք մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը։ Հաջորդ կարևոր արձանագրումը, որին մենք պետք է անդրադառնանք, հետևյալն է։ Ի վերջո, խաղաղությունը կա, թե չկա, որտև պետք է անդրադառնալ սրան և պարզաբանել, թե ինչի մասին է խոսք։ Խաղաղությունը իհարկե հաստատված է և խաղաղությունը այստեղ է, այսօր է, հիմա է։ Բայց մենք բոլորս պետք է մեզ հաշիվ տանք հետևյալում։ Խաղաղությունը նոր է, նորածին է, խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Երեխայի հետ համեմատությունը ամենևին էլ չափազանցություն չէ։ Երբ երեխան ծնվում է, նա մի օրական է, 2 օրական է, մի ամսական է, 6 ամսական է, մի տարեկան է, նա կա, նա ծնվել է, նա իրականություն է, բայց նա խնամքի կարիք ունի, նա հոգատարության կարիք ունի, նա ամրանալու, ոտքի կանգնելու, ավելի ու ավելի վստահ քայլելու կարիք ունի։ Եվ այս ընտրությունը 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունը հենց սրա մասին է։ Կա արդյոք այս նորածին խաղաղությանը խնամելու պատրաստ հանրություն և պետություն։ Կա արդյոք այս նորածին խաղաղությանը ոտքի կանգնեցնելու, փայփայելու պատրաստ պետություն, հանրություն և ժողովուրդ և քաղաքական առաջնորդություն։ Եվ պետք է առանց սեթևեթանքի ասել, արտահայտել
մեր վստահությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի քաղաքական ուժ եւ Հայաստանի Հանրապետությունում կա այդպիսի հանրություն եւ Հայաստանի Հանրապետությունը այդպիսի պետություն է իր քաղաքացիների ամբողջությամբ իր ժողովրդով։ Եվ այս է պատճառը, որ մենք որոշել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ահա այս կարգախոսով, որը կոչ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որը կոչ է դահլիճում նստած յուրաքանչյուրին, մեզնից յուրաքանչյուրին։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում սա հարցերի հարցն է եւ գլխավոր հարցն է։